Մեր երկրորդ հյուրին, ով մեր տաղավարում է եւ իհարկե մենք մեր թեմայից չենք շեղվելու, հավատարիմ մնալու, որ այսօր ամբողջ մեր եթերը խոսել ենք լուսանկարչությունից, հիմա էլ հրաշալի հնարավորություն ենք խոսելու պրոֆեսիոնալ լուսանկարիչ, բլոգեր Արուսիկ Մարկոսյանի հետ։ Բարի լույս Արուսիկ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Ու մենք գիտենք, որ դուք ուսանող տարիներից դեռևս լուսանկարում եք, բայց շատ հետաքրքիր է, ինչպես հենց ամենասկզբում սերը դեպի լուսանկարությունը ծնվեց ու երբ հասկացաք, որ լուսանկարությունը դա ձերն է։ Ես արդեն նկարում եմ 12 տարի, ուղղակի որ պատկերացնում եմ, թե իմ օրը ինչքան է հագեցել լուսանկարչության գալուստով իմ կյանք, ուղղակի կյանքս բաժանվեց առաջ ու հետոյի, ինչքան հետաքրքիր է, ինչքան էմոցիոնալ է, ինչքան տարբեր է առօրյան, հենց մեկը այն, որ ես ունեմ շփում տարբեր մարդկանց հետ, տարբեր էմոցիաներ եմ ստանում իրանցից, տարբեր բաներ եմ միգուցե եւ ես սովորում նկարանումների ժամանակ, այդ տեղի փոփոխությունը, հետաքրքիր ինչ-որ լուծումները ու լուսանկարիչ լինելով ես բացահայտեցի, որ մենակ լուսանկարիչ չեմ, այստեղ արդեն ինչ-որ նոր բացահայտումներ եմ մոտս լինում, որ նաև ես պետք է մի փոքր ստիլից էլ գլուխ անեմ, մի փոքր պատկերացում կազմեմ գույներից, համադրություններից ու այդպես շարունակ ու իհարկե այս ամեն ինչ շատ հետաքրքիր էր։ Շատ լավ հարցի եկանք, ինչ պիտի տեսնի լուսանկարչի աչքը, որը մենք սովորական մահկանացուներս չենք տեսնում։ Ինձ թվում է հիմա շատերը բացահայտել են իրենց մեջ, չէ՞, այդ սերը ֆիքսելու այն, ինչ առօրյայում միգուցե այդքան ուշադրություն չենք դարձնում, ու երբ որ այդ հմտությունը քո մեջ ձևավորում ես, նկատելու առհասարակ գեղեցիկը, այդ ժամանակ դու կարող ես տեսնել ամեն ինչ մի փոքր ավելի գեղեցիկ ու ավելի յուրահատուկ հայացքով։ Որոնք են ձեզ լուսանկարչի հանրային իրադարձությունների ժամանակ դժվարություններն ու առավելությունները։ Դժվարությունները ամեն դեպքում յուրաքանչյուր մարդու հետ գտնել լեզու ու այդ պահին մտնել իր դրության մեջ, որովհետև երբ որ ինքը կադրից այն կողմ, ինքն իրեն չի պատկերացնում ինքը ինչպիսին է, ու դու պետք է իրեն հասկանաս այդ պահին, պետք է փորձես իր տեսանկյունից, դիտես այդ process-ին ու օգնես իրեն այդ պահին։ Ես իմ մոդելներին միշտ փորձում եմ ասել, որ ինչքան էլ դուք պրոֆեսիոնալ եք, միգուցե հաճախ եք նկարվում եւ այլն, բայց ամեն դեպքում ես ձեզ տեսնում եմ էկրանից այն կողմ եւ հուշումներ եմ տալիս ու դա իրեն շատ դուր է գալիս իդեպ։ Դժվարը երևի թե կնշեմ դա, որ տարբեր մարդկանց հետ տարբեր ձև պետք է աշխատես։ Առավելությունները իհարկե նկատելը, թե ինչքան սիրով են մարդիկ իրար հետ ու դու նկարանման ժամանակ տեսնում ես էմոցիաներ, որը սովորական ժամանակ կարող է եւ չտեսնես։ Այսինքն այդ սիրո դրսևորումները նկարանման ժամանակ միգուցե ընտանեկան նկարանումների մասին եմ խոսում, դե շատ հաճախ եմ ընտանեկան նկարում, կամ զույգերին, երբ որ նկարում ես հղի կնոջն ես նկարում, այսպիսի գեղեցիկ դրսևորումները, որը դու առօրյայում չես տեսնի, բայց նկարանման ժամանակ այդ քնքշությունը փոխանցվում է։ Իսկ այնուամենայնիվ այդ բոլոր բաղադրիչներից որն է ավելի կենթանի դարձնում լուսանկարը։ Գույները, անսպասելիությունը, էմոցիոնալությունը, անկեղծությունը, ամենակարևոր բաղադրիչը, որը ձեր լուսանկարը կդարձնի ամենակենթանի։ Իհարկե անկեղծությունը, որովհետև երբ դու բռնում ես էմոցիան հենց այդ պահին, դա ամենաանկեղծ պահն է։ Նույնիսկ մենք էլ չենք գիտակցում, թե այդ պահին ինչ տեսք ունեցանք, բայց հենց դա է ամենաանկեղծը։ Սոցցանցերը փոխել են լուսանկարչության զարգացման ընթացքը, ըստ ձեզ, այո թե ոչ։ Այո։ Ինչ դեր ունեն այսօր սոցցանցերը լուսանկարչի ինքնաարտահայտման համար։ Ես միշտ իմ ուսանողներին ասում եմ, որ սոցհարթակները ձեր այցեքարտն են, ու թե ինչ աշխատանքներ կներկայացնեք ձեր սոցհարթակներում, բնականաբար այդպիսի հաճախորդներ կձգտեն դեպի ձեզ ու կցանկանան ձեր նկարները տեսնել, Դրա համար սոցհարթակները մեզ համար մի հատ մեծ փոփոխություն են տվել, որ մենք կարող ենք ուղղակի գոռալ մեր մասին, որ մենք կանք, մենք այստեղ ենք, մենք այսպես ենք նկարում եւ ավելի տեսանելի ու ավելի հանրահայտ դառնանք միգուցե ինչ ոչ։ Իսկ այն միլիոնավոր նկարները, որոնք այսպես շատ հետաքրքիր մշակվում են, երբեմն արհեստական գերակշռում են հիմա արդեն սոցցանցերում։ Չեն փոխում պահանջները կոնկրետ հասարակության կողմից լուսանկարչի նկատմամբ։
Դե գիտեք, ինչքան էլ տենդենսները գնալով փոխվում են, նույնիսկ մի բան արհեստական բանականությունը մտավ, մարդիկ ինչ որ մտածում են կարելի է նույնիսկ ֆոտոշութեր չանել եւ այլն, բայց այդ ամեն ինչը այնքան ակնթարթային է, որ շատ շուտ անցնում է, որովհետեւ միևնույն է, վերջում մնում է իրական մարդը, իրական զգացմունքներով, իրական էմոցիաներով։ Դրա համար կարծում եմ ինչքան էլ այդ արհեստականը լինի, միևնույն է մարդիկ ձգտում են բնականի, ու հիմա այդ այդպիսի տենդենս կա, որ շատ մշակվածը չեն սիրում, շատ փոփոխածը չեն սիրում, ձգտում են ավելի բնականի, նույնիսկ նկատել եմ, որ հիմա շատ գունային փոփոխություններ էլ չեն անում։ Իսկ դուք այնուամենայնիվ գնում եք զիջումների, եթե օրինակ ձեր պատվիրատուն ուզում է շատ մշակել նկարը, բայց դուք տեսնում եք, որ բնականությունն ու անկեղծությունը կկորցնի։ Ո՞նց եք վարվում։ Դե փորձում եմ հաճախորդից դրության մեջ մտնել, ինչպես ասում են, բայց դրանից հետո ասում եմ մենք իրար չենք ճանաչում։ Ես կանեմ այնպես ինչպես դուք եք ուզում, բայց ինձ խնդրում եմ այդ նկարների վրա չնշել։ Բայց այդպիսի դեպքեր շատ քիչ են լինում իմ պրակտիկայում, որովհետև ինձ դիմելով մարդիկ գիտեն ինչի համար են դիմում, գիտեն, եթե ես շատ արհեստական չեմ մշակում, ուրեմն այդ հարցը ինձ համար չի, ու այդ հարցով ուրիշ լուսանկարիչ կարող եք գտնել։ Իսկ կա ինչ որ ոչ կամ գուցե դիրք, որ բոլոր հայերը, որ մենք հայերս գալիս ենք, այս ոճով ինձ նկարեք, էլի այս դիրքից մի նկարեք։ Կա նման ինչ որ երևույթ կամ իրականություն։ Մի հատ ուրեմն գաղտնիք ասեմ, բոլոր տղամարդիկ մտածում են, թե մենակ իրանք են այդ արտահայտությունը անում։ Բայց տղամարդիկ ասում են ինձ մի հատ նկարի ես շուտ գնամ։ Մի հատ sense արագ նկարի ես գնամ։ Կանայք էլ ասում են որ ամուսինս գա կհամոզես մի քիչ շատ նկարվի։ Ու ես ինչ որ պատնեշի արանքում եմ կանգնել, չգիտեմ հիմա ինչ անեմ, ոնց անեմ, բայց ամեն դեպքում վերջում մի բան ստացվում է։ Դիվանագիտությունն է ժամանակակից գալիս օգնության եւ իհարկե շահում հայկական մեծ բնորոշիչ դիրքեր, որոնցով մենք սիրում ենք նկարվել։ Կանայք ունեն աշխատանքային կողմ ասվածը, ու դա ինչ որ մի հատ Չեմ կարասում, ինչ որ մի հատ ռակուրս է, որ տանը պարապում են ու հայելու մեջ զգացել են, որ այդ ավելի սիրուն է դուրս գալիս։ Ու ես համամիտ եմ իրանց հետ կա նման բան, որովհետև մարդիկ ասիմետրիկ են եւ իհարկե հնարավոր է, որ մի կողմից մի քիչ ավելի շահավետ դուրս գան։ Ես շատ ողջունում եմ, երբ որ մարդ ինքն իրեն ճանաչում է եւ գիտի, որ կողմից ավելի լավ կլինի, իմ գործը հեշտանում է։ Բայց չկա այդպես հատուկ հայկական կողմ հասկացողությունը, որ ինձ թվում է շատ պրոֆիլով չեն սիրում նկարվել, դե արդեն ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Չէ, ինչի մենք օրինակ ես մտածում եմ դիրք ունենք, տղամարդիկ երևի դա հայկական համարել չգիտեմ կարելի է թե չէ, բայց այսպես են նկարվում, չէ, տղամարդիկ կան։ Այդ գիտեք, չէ, իրականում հոգեբանության մեջ ինքնապաշտպանողական նշան է, երևի թե չեն սիրում նկարվել, դրա համար այսպես են նկարվում։ Մասնագիտությունը հոգեբանություն է։ Առաջին մասնագիտությունների համար ենք։ Ճիշտ եմ, չէ, ասում եմ։ Դուք հանգիստ կարող եք շփվել, հա։ Արուսիկ, ինչն եք ամենաշատը սիրում կամ ում եք ամենաշատը սիրում նկարել։ Ինչն եմ ամենաշատը սիրում, ես սիրում եմ նկարել սեր։ Այսինքն, երբ որ մարդիկ իրար սիրում են նկարանման ժամանակ, այսինքն դա ընտանեկան է, թե զույգեր են, թե միգուցե կինը միայնակ եկել է նկարահանման եւ ինքն իրեն այդ պահին այնքան լավ է զգում, այնքան լավ է ինքնաարտահայտվում ու իր լավագույն պատկերի մեջ է, հա, այսպես ասած, սիրում եմ, երբ որ այդ ներդաշնակությունը ինձ է փոխանցվում, որովհետև այդ շատ գեղեցիկ է։ Եթե կարողանայիք լուսանկարներ ստեղծել միայն 3 գույներից, որոնք կլինեն այդ 3 գույները։ 3 գույներ։ Okay։ 3 գույները, որ ես շատ սիրում եմ, դա բեժ այդ պաստելային գույներն են եւ սև ու սպիտակ կլասիկ նկարահանումները։ Ինչպես նշեցիք, դուք նաև աշակերտներ ունեք։ Ինչ խորհուրդ կտաք, որտեղից սկսել եւ ինչ ճանապարհով գնալ։ Որտեղ է սկիզբը լուսանկարչության։ Լուսանկարչության սկիզբը նախ առաջինը հետաքրքրվածության մեջ է։ Այսինքն դու չես կարող որոշել նկարել, բայց գաղափար չունենաս, առասարակ տեխնիկան ոնց է աշխատում։ Մի քանի թեթև բազային բաներ եւ իհարկե բոլորի մոտ էլ հնարավոր է որ ստացվեն սիրուն նկարների դեպ մի բան ասեմ վերջերս բռնացել եմ ինձ այն մտքի վրա որ լինելով պրոֆեսիոնալ նկարիչ ճամփորդության ժամանակ չեմ սիրում պրոֆեսիոնալ տեսախցիկս հետս պատտել որովհետեւ նախ ծանր է հետո կան ռակուրսներ ամեն դեպքում որ հեռախոսով ավելի լավ են ստացվում այսինքն այդ մեծ տարածությունները ավելի հետաքրքիր է Փոխարենը ես պրոֆեսիոնալ ապարատի տեխնիկայի այդ օբյեկտիվները փոփոխեմ, ավելի լավ է մի հատ կոմպակտ հեռախոս ունենամ, որը այս պահին այդ նկարները ինձ կտրամադրի։
Քանի որ խոսեցիք հեռախոսից։ Դե վստահ եմ, որ ամեն դեպքում միևնույն է օբյեկտիվները փոխելով եւ պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատով ավելի ստացված նկարներ են լինում, բայց մենք չէ որ չունենք եւ չենք էլ տիրապետում այդ հմտություններն ու գիտելիքը, որը պետք է նման ապարատի հետ աշխատելիս։ Մենք ունենք հեռախոսներ եւ հեռախոսներով շատ հաճախ նկարում ենք այն ինչ որ տեսնում ենք, հավանում ենք կամ ինքներս մեզ կամ մեր առօրյան, կիսվում ենք հանրության հետ, չէ՞, սոցհարթակներով։ Ինչ խորհուրդներ կտաք, ինչպես նկարենք, որպեսզի լավ ստացվի։ Պետք է երևի պրակտիկորեն, հա, կիրառենք այդ բանը։ Կարող ենք։ Մենք պատրաստ ենք նույնիսկ պրակտիկորեն դա կիրառելու։ Շատ լավ, ինչպես սկսենք, ասեք։ Կարծում կարող ենք սկսել այնտեղից, որ մեզ մի 2-3 խորհուրդ տաք ու ելնելով ձեր խորհրդից մենք էլ փորձենք հետագայում դա կիրառել։ Ամեն օր կիրառել կարծում եմ։ Եկեք ես խորհուրդ տամ միանգամից պրակտիկորեն, եթե դեմ չեք։ Շիրով։ Հենց հեռախոսով։ Հենց հեռախոսով ես առաջարկում եմ նկարել Ինային, դուք կարա գաք ինձ մոտ, ես ձեզ ցույց տամ ոնց եմ նկարում ու ընթացքում կմեկնաբանեմ խորհուրդները։ Շատ լավ։ Այդ իսկ առիթով ես ձեզ կարող եմ իմ հեռախոսը տալ։ Ես մի հատ պրակտիկան անցնեմ Արուսիկի հեռախոսով, հետո գամ քո հեռախոսի հետ։ Նախ առաջինը նկարելու համար բնականաբար մեզ պետք է տեխնիկա, հեռախոս, ու հիմա ինչ բացում ենք կամերան։ Ճիշտ է, բոլորը թերհավատորեն են մոտենում այս խորհրդին, բայց դա շատ կարևոր առում են։ Պետք է անպայման մաքրել կամերայի էկրանը։ Այդ ամենակարևոր հանգամանքն է, մաքրեք միշտ։ Այս sense վերցնում ենք հենց հագուստով, լավ տրորում ենք, ահա։ Երբ որ համոզվում ենք, որ մաքուր է, միացնում ենք կամերան։ Սիրուն պորտրետ անենք Ինային։ Չէ, պետք է համար։ Այս քառակուսները ինչի համար? Ես տեսեք, այս դիրքը մեզ հուշում է, որ Ինային կարելի է նկարել հենց ուղիղ, այսինքն հայացքը հավասարության վրա։ Մենք իրան ֆիքսում ենք մեջտեղի հատվածով, դնում ենք պորտրետ ռեժիմ, վստահ եմ շատերը կունենան, ու զում ենք անում մի փոքր խորություն տալու համար նկարին։ Երբ որ մենք զումը տալիս ենք, այսպես ֆիքսում ենք կադրը Ինայի վրա, էքսպոզիցիան մի փոքր փոխում ենք, ֆիքսում ենք կադրը եւ անում ենք առաջին նկարը։ Իհարկե նաեւ մտնում ենք կոնտակտի մեջ մոդելի հետ, խնդրում ենք, որ օրինակ մոդել մտեք մեզ հետ կոնտակտի մեջ, խնդրում եմ։ Ինա կարող ես այն կողմել, դեպի հեռուն նայել։ Իսկ նա պետք է ուրախ լինի, թե մի քիչ խորացած հայացքով, մելամաղձ։ Նա կարող է լինել այնպես, ինչպես կցանկանան տրամադրություն ընդունել։ Ինձ թվում է ձեռքը մի փոքր լարված է, թուլացնենք ինձ։ Այս ձեռքը թուլացնեմ։ Այո, մի փոքր, ահա, շատ լավ, նա մեզ կողք։ Իսկ հիմա խնդրենք, որ դու Այ շատ լավն է, բնական է ստացվել։ Այո, զգացիր Ռուբեն, երբ որ ինքը արդեն չի պատրաստվում որևէ պոզա ընդունելու։ Այդ ժամանակ ամենահետաքրքիր նկարներն են ստացվում, որ դու պատահական արհեստական է, դա լավը չի։ Հիմա կխնդրեմ մի հատ հենվես այսպես քո ձեռքին, մի քիչ մոտենանք։ Իրոք, այսպես։ Արուսիկ հիշում եք, չէ, ես եկել եմ վարպետաց դասի։ Հեսա ինձ թվում է դուք ինձից լավ եք նկարելու։ Անտեր։ Հիմա տես։ Հա։ Երբ որ մենք նկարում ենք, պետք է ուշադիր լինենք, որ մեր մոդելը շատ աճ կամ շատ ձախ չլինի, ուղղակի այստեղ տարածություն եմ թողել ինչի, որովհետև ինքը նայում է դեպի հեռուն։ Այսինքն կա նկարի շարունակություն։ Եթե ինքը նայեր այս կողմ, մի քիչ նկարը թերի կլիներ, հա։ Թերի կլիներ, եթե նայեր այն կողմ, որովհետև դեպի հեռուն ենք նայում։ Ու դե Ինան հիանալի մոդելը, դրա համար նկարները միանգամից շատ սիրուն են ստացվում։ Իդեպ կարելի է նաև Բայց ես ուզում Արուսիկի հեռախոսով անեմ, էլի իր հեռախոսով արդեն սովորել եմ, կլինի իր հեռախոսով էլ միանգամից։ Ֆոտոգրաֆի հեռախոս։ Ինձ այսօրվա արդիվ տվեք իմ գեղեցկագույն լուսանկարները, հաղորդման ավարտին ինչ ուզում եք կարեք։ Հեսա գնալու եմ լուսանկարիչ դառնամ մի րոպե։ Հիմա նայ աչքը աչքին հավասար, այսինքն ոչ շատ վերևից, ոչ շատ ֆրանսիական պորտրետի կամ հոլանդական պորտրետի։ Իսկ կարող եմ սենց մի քիչ անել։ Մարգարիտով աղջիկն եմ։ Կարող ես։ Գիտես, ես լուսանկարչության մեջ սիրում եմ հենց այն, որ կան կանոններ, որոնք պետք է խախտես։ Դա ամենահետաքրքիրն է։ Ես ինչի նկարեցի, գիտեք, այսպես Ես հասկանում եմ, որտեղ բոլոր Ասեմ։ Նայեք, առավոտ լուսո ու այստեղ տեսնում եք իր ժպիտը նաև։ Ահա։ Ասում անտիր աշակերտ է։
Անտեր, ուղղակի մի քիչ լավ չի եղել, չի կարելի։ Ուղղակի հորիզոնը ոչ միշտ է պետք շեղել, որովհետև մեր ուղեղը սիրում է ուղիղ գծեր, ու երբ որ մի քիչ դրանք շեղվում են, Իմ ոճը թող լինի շեղված հորիզոններ։ Ես կարող եմ գնալ այնտեղ հիմա դու։ Մենք քո ստեղծագործական ուղղությունը Ոճը գտանք։ Շեղված հորիզոններ։ Արի, հիմա դու ես եմ գնում։ Ինձ են նկարելու։ Ուրախացել եմ։ Շատ լավ։ Նստեմ ին այդտեղ, որտեղ ստեղ լավ էր մենք ստացվում նկարները, սիրուներ։ Մի փոքր թեքվիր կողք, հիմա քեզ ասելու ենք մի քիչ ավելի տղամարդկային ոճի նկարներ անենք։ Այսպես թեքվում ես, բրուտալ, այո։ Այսպես հենվում ես առաջ, ու սենց խորաթափանց հայացքով նայում ես ինային։ Ինա պատրաստ ես, արի իր նկարը սև ու սպիտակ անենք, համաձայն ես։ Արի։ Հենց մի անգամից մենք մեր կարգավորումների մեջ գտնում ենք այդ ֆիլտր ասվածը, դնում ենք սև ու սպիտակը։ Իսկ լինում է, որ դա գտնում եք նոր եք ասում արտիստին ինչ դեմք ընդունի, թե չէ հոգնում այդ մկանները խորաթափանցի։ Դեմքը հոգնում է։ Դե լավ, ինձ թվում է դու սովոր ես նկարահանումներին, այնպես որ մի վայրկյան կարող ես սպասել, 2x ենք անում։ Փորձում ենք չժպտալ, բայց նաև շատ ջղայնել չլինել։ Ռուբեն։ Նայում ես առաջ։ Իսկ դու ուրախ ես նայում, թե մելամաղձոտ։ Նայիր հեռուն, Ռուբեն։ Աշնանային տրամադրությամբ։ Աշնանային։ Իմ մոտ աշնանը սենց է։ Իմ մոտ աշնանը սենց ասում։ Եվ մի հատ էլ նայի այն կողմ։ Փորձես։ Փորձեմ։ Սև ու սպիտակ պիտի փորձեմ։ Հիմա մենք ոնց որ սև ու սպիտակի մաստեր կլաս ենք անում։ Անդրադառնալով այն 3 գույներին, հա, եթե մնային, ինան էլ է փորձում ինչ-որ փոփոխություններ անել։ Ինչ անես։ Ես եմ հաղթելու։ Մենք կարող ենք գնել Արուսիկի ֆոտոները նայել, հիանալ, անցնել առաջ, եթե վստահ ես, որ մեր ֆոտոները պիտի նայենք։ Ինձ հետաքրքիր էր ինչ ստացվեց։ Հա։ Քեզ հետաքրքիր չի ես ինչ եմ նկարել։ Դու հիմա արի մոտ, որ մենք կարողանանք նայել։ Ես գալիս եմ։ Միասին կարող ենք դիտել։ Արուսիկ, իրականում մեր տաղավարը շատ կախարդական տաղավար է։ Դուք չգիտեմ ինչքանով եք ծանոթ, բայց մենք մեր տաղավարում բազմիցս հրաշքներ ենք գործել։ Չասես, որ նկարները այստեղ են հայտնվելու։ Բայց դուք պետքա կախարդական բառեր ասեք։ Դուք ասեք, երևի դուք ձեր տաղավարի կախարդական բառեր։ Մենք գաղտնիքներ չունենք մեր հյուրերի հետ, մեր սիրելի հերոստատողների հետ։ Ֆոկուս, ալեհոպ, դասական խոսքերն են։ Վաու։ Եվ հայտնվում ես դու միանգամից Ռուբեն։ Սա Արուսիկի արած ֆոտոներն են։ Այո, մենք սկզբում հիմա կդիտենք Արուսիկի արած ֆոտոները, հետո կլինի մեր մրցույթ փառատոնը։ Ես իմ գլուխ գործոցն էր, տեսա ինչ, ես դու ես նկարը։ Հա, չէ, Արուսիկը։ Չէ, դու ես նկարել։ Բայց այն մեկը ես էի նկարել, տեսա ես ով քո ժպիտնել նայ ոնց է։ Սա դու ես նկարել Ռուբեն։ Բա ես ինչ էի հորիզոնները։ Ուղղակի այսպես պետք է նայել այդ նկարը։ Ես ոնց էի ոճը, ոնց մեկնաբանեցիք, իմ ոճը ոնց էր։ Հորիզոնները շեղված հորիզոններ։ Շեղված հորիզոնների վարպետ, լուսանկարիչ, բլոգեր։ Մի քիչ տաքացար։ Տեսնում ես, բայց այն աչքս որ չկտրեիր սեղանից, հասկանում ես, շատ սիրուն է արտացոլանքը, բայց ամբողջ առաջի անգամա, չէ։ Արուսիկ, սա դուք եք նկարել, թե ինան։ Սա ինան է նկարել։ Լիքը այդտեղ շեղված հորիզոններ կան, բայց շատ ստացված նկար է։ Ես կարծում եմ, որ պատեկրանին ուղղակի մոդելը լավը չի։ Իսկ այն նկարում համ մոդելն է լավ, կոմպոզիցիան ուղղակի մի քիչ լավ չի ստացվել, դե նորեն մի քիչ լիարժեք, այստեղ պետք է ճիշտ էսեն աչքն էլ երևար։ Ուղղակի այս նկարին պետք է նայել պարկած։ Բայց նա ինչ բնական է, ինչքան դրական էմոցիաներ կա։ Արժի փորձել Ռուբեն։ Հա։ Պարկած նայում ես։ Ինչ լավ է, Ճիշտ է ասում Արուսիկը։ Շատ գեղեցիկ նկար է։ Ես շատ եմ հավանել այս նկարը, չգիտեմ։ Լավ, մի հարց էլ ունենք, որ մեզ շատ հետաքրքրում է միշտ, ինչ կարող է լինել լուսանկարիչ բլոգերի պայուսակում։ Այնքան բան։ Նենց ծանր է երբեմն իմ պայուսակը, որ չեմ էլ կարող նկարել։ Որում աղջիկ լուսանկարիչ։ Շտատիվ, միկրոֆոն։ Ես կարող ցույց տամ։ Միշտ պայուսակը ինձ հետ է։ Իրոք կարող եք։ Այո։ Մենք պնդում ենք, որ դուք ցույց տաք։ Մենք սպասում ենք։ Մենք էլի կարող ենք ասել ֆոկուս, հա։ Այս մեկը դու ասա։ Ֆոկուս, ալեհոպ։ Ֆոկուս, ալեհոպ։ Տեսար։ Պայուսակ այստեղ է։ Հրաշալի։ Գնացինք։
Արուսիկը հայտնվեց արդեն պայուսակով, իսկ հիմա մենք կտեսնենք թե ինչ կա պայուսակով։ Միկրոֆոն, որպես բլոգեր, որ ունենա միշտ մաքուր ձայն։ Անտիր։ Դեպ սա էլ է շատ ծանր։ Մի 2 կիլոգրամ կլինի երևի։ Լուիս։ Դա լույս է։ Այո, սա լույս է։ Ու իսկապես շատ փրկում է նկարանումների ժամանակ, հատկապես երեկոյան ժամերի, շատ խորհուրդ եմ տալիս դեպ փակ տարածությունների մեջ եւ երեկոյան ժամերի օգտագործել այսպիսի փոքրիկ լույս։ Եվ շատ թեթև։ Նկարները շատ լավ են ստացվում լույսով։ Իմ մեծագույն սերը մեր ճամփորդական ընկերը, շտատիվ։ Շատ էժան է իրան պայել ճամփորդությունների ժամանակ, ոչ ուտում է, ոչ խմում է, բայց միշտ սիրում մեզ նկարում, այսպես դնում ենք։ Հեռախոսի համար։ Այո, հեռախոսի։ Ես ինչպես նշեցի, ապարատը տենց ճամփորդելու հետներս չենք տանում։ Այսպես դնում ենք, հեռախոսը փակցնում ենք իր վրա, դնում ենք տայմերի վրա եւ նկարվում ենք, ու եթե բախներս բերի չգողանան, շատ լավ է։ Կարող ենք շատ հեռու լինենք, գան վերցնեն ուղակի գնան։ Իհարկե։ Եվ սա էլ է շատ հետաքրքիր բանի դեպ, երբ որ դու նկարվում ես հեռախոսով, երբեմն այս կամերան ավելի որակով է նկարում, քան դիմացի կամերան, եւ ուզում ես այդ որակով կամերան օգտագործել, սա փակցնում ես այսպես եւ դու տեսնում ես քո արտացոլանքը։ Այո, այդպես։ Սա է մշտապես իմ պայուսակի մեջ է։ Դա ոնց որ դու հավանեցիր։ Լույսն էլ բայց լավ։ Ես սպասում եմ վերջնական Ակնոցը միշտ շատ հետաքրքիր լուծումներ կարելի է ստանալ նկարվելիս, երբ ասենք արևա ու նկարվելուց աչքերը կկոծում ես, միշտ կարելի է դնել ակնոց եւ նկարները շատ լավ են ստացվում։ Դե մնացածն էլ արդեն աղջկական, շրթներ, օծանելիք։ Ինձ թվում է սա արդեն հետաքրքիր է։ Արդեն բարձր որ այնտեղ այնուամենայնիվ անսահման կոկիկ պայուսակ էր։ Կանանց պայուսակներում սովորաբար խառնաշփոթ է, չէ՞։ Դες շտապ Բայց ինչքան կարևոր իրեր կան, որոնք օրվա ընթացքում տարողունակությունը եւ փոքր կոմպակտ ինչի շատ հարմար է։ Ես միշտ ծայրահեղություններից ծայրահեղություն եմ գնում, կամ վերցնում եմ մեծ պայուսակ, ամեն ինչ ինձ հետ վերցնում եմ, կամ դուրս եմ գալիս առանց պայուսակի ուղակի մեկ հեռախոսով ու վերջ։ Հեռախոսով այդքան հաջող լուսանկարներ են ստացվում եւ դուք ես ամբողջ բաղադրիչները ունեք շատ լավ լուսանկար ստանալու համար հեռախոսով։ Ձեր ոչ, սա անփոխարինելի է ամեն դեպքում։ Ահա, դե հիմա բացատրեք եւ ապացուցեք նաեւ պրակտիկայում թե ինչու է։ Սա անփոխարինելի է, ես առաջարկում եմ ձեզ մի հատ սիրուն ֆոտո անեմ, հետո կուղարկեմ ձեզ, ու դուք կհամոզվեք, որ ինչքան էլ հեռախոսով նկարում ես, միևնույն է, սա մնում է իր տեղում։ Շատ լավ։ Արի հենց այստեղ նստած մնանք։ Կարող ենք այսպես մնալ։ Արի նայենք հեռուն։ Աշնանային դրամատրությամբ։ Շեղված հորիզոնների մասին։ Շեղված հորիզոններ։ Կարող եք շատ խառն ենք էմոցիոնալ։ Իրար մեջքով նստել, օրինակ։ Ահ, այսպես։ Ահա, ու կարող եք հակառակ կողմեր նայել։ Այո։ Պատրաստ ենք։ Մի քիչ նեղացած կլինի, որ մեջքով ենք նստում, բայց կարող եք մի հատ ինձ նայել ժպիտով։ Հիմա նեղացած չենք։ Հիմա նեղացած չենք։ Նայում ենք։ Աշխատում ենք չշեղել հորիզոնները։ Ինչի ենք մեջքով։ Մի հատ էլ իրար եք նայում ու ծիծաղում եք, պատահական սենց ինչ-որ։ Հետո կասեք, ես ինչ լավ պատահական կադր էր բռնացրել Արուսը։ Չգիտեմ։ Լավ է, ունենք։ Շատ շնորհակալություն Արուսիկ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, շատ դրական էներգետիկա ունի ձեր տաղավարը, միշտ ուրախ եմ ձեզ հյուրընկալվել։ Սիրով, մենք էլ շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու մեզ այդ օրը սկսեցիք ու անցկացրեցիք, ձեզ լավ օրվա շարունակություն ենք։ Շնորհակալ եմ ձեզ էլ։ Մենք լսենք երաժշտություն, վերադառնանք ու արդեն կամաց պետք է ձեզ հրաժեշտանք։ Այ հիմա կարանք տխրենք։